Համերեք կներեք, այդ ուրիշ մեր ուրիշ պրոբլեմներից մենք գիտեք, որ հազար ներողություն է սա, որ մենք բան ենք անում։ Ես այս վերջերս ասուլիսում Նեսոյի Ղարաբաղնիսի օրինակը ինչի բերեցի, որ դիագնոզը կարևոր չի, մեկը բուժումը նույնն է, դոշակները լցնել վրեն ու նստել, որ քրտնի, չէ՞։ Բայց մենք հասկանանք, քրտնելը օգուտ է, թե վնաս է։ Մեր իրականության, գիտեք ինչ, ես այսօր վերջնականապես որոշում եմ կայացրել, հեսա կծիծաղեք կամ կժպտաք, թե ինչ որոշում եմ կայացրել, դուք գիտեք, որ ես բան եմ անում, սաղմոսներ գիտեմ, անգիր սաղմոսներ գիտեմ, բայց ես այսօր վերջնական որոշում եմ կայացրել, որ առաջիկան պետք է ժամանակ տրամադրեմ առակացի առաջինը անգիր սովորելու համար։ Դուք գիտեք, չէ, առակացի առաջինը որն է, որը Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է, բայց ես գրաբարով չեմ անգիր սովորելու, այլ աշխարհաբարով։ Ճանաչել զիմաստություն եւ սխարատ, ինչի, որովհետեւ այդ մենք պետք է հասկանանք։ Եվ ժամանակին ես դրա մասին շատ մտածել եմ, կարծեմ փորձել եմ հոդվածել։ Ինչու է Մեսրոպ Մաշտոցը հենց դրանից սկսել։ Որովհետև կարող եմ մենք պրոբլեմը մեր Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից մինչև հիմա նույնն է, որ մենք խնդիր ունենք հասկանալու մեր միջավայրը։ Մենք խնդիր ունենք հասկանալու մեզ։ Եվ գուցե պետք է վերադառնամ, իհարկե ես դա այդ կտորը շատ հաճախ եմ կարդում, բայց ես որոշել եմ ուղղակի կարդալով չբավարարվել, ես որոշել եմ դա անգիր անել եւ առիթներով նաեւ բան անել, դա ներկայացնել։ Իմիջայլոց կներեք երկարացնելու համար լրագրողների թիվը քիչ է, առիթից օգտվում եմ։ Այս վերջերս, երբ որ դպրոցականների հետ էի հանդիպում, երեխեքին հարցրի, գիտեք, որ առաջին նախադասությունը հայերեն որն ասին, այո գիտենք, ասի որն ասել, ճանաչել զիմաստություն եւ սխարատ, իմանալ զմանս հանճարը, գիտեն երեխեքը։ Ասի գիտեք դա ինչ է նշանակում, մի մասը գիտեր։ Ասի իսկ գիտեք դա որտեղից է, ահագին մեծ մասը գիտեր։ Իսկ ասի գիտեք ինչ շարունակությունը այդ նախադասության շարունակությունը ինչ է, ոչ մեկ չգիտեր։ Ես կարծում եմ, որ մենք շատ խոսում ենք մեր պատմությունից, մեր մեծերից, մեր արժեքներից, բայց ճանաչել զիմաստություն եւ սխրատ իմանալ զբանս հանճարով, դա վերնագիրն է, ըստ էության մուտքն է առաջինն, հետո շարունակությունն է շատ կարեւոր։ Եվ շարունակություն նրա մասին է, որ պետքա կարդալ եւ հասկանալ, հաղորդակից լինել եւ հասկանալ։ Ես ինչից ասի հիվանդության հետ կապված մեր մոտ եւ քաղաքական եւ ոչ քաղաքական դեպքերում այդ ընդունված բանը մոտավորապես գիտես անցնում ես բուժմանը մինչեւ դեռ հələ ամբողջական ախտորոշումը པարզ չի մի անգամից դոշակները լցնում ես գլխին ու նստում վրան ասում ես պետքա քրտնի տեն չի շատ ավելի նուրբ է եւ շատ ավելի բան է եւ ես արձանագրում եմ որ մեր խաղաղությունը նոր ծնված այդ մանուկը մի ամիս 20 օրեկան է, 21 երևի, եւ մենք պետք է հոգ տանենք, բայց գիտելիքով, գիտակցվածքով։ Հա իմիջայլոց ասեմ, նրանք ովքեր տենց խոսում են, այս տրամաբանությունից դուրս, նրանք ուզում են, որ երեխեն բան լինի, ոչ միայն հիվանդանա, այլև մահանա։ Տպավորությունն է, որ մենք ասում ենք, էս ինչ լավ է, առիթից օգտվենք։ Քանի որ ուրիշներն էլ են ուզում, որ այդ երեխեն մահանա, եկեք մենք մեր ձեռով սպանենք այդ երեխուն։ Որովհետև Հայաստանում տպավորություն եւ դա կա լիքը մարդ Հայաստանից եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս իրենք շատ ոգևորված են որ ապացուցեն որ սա խաղաղություն չի սա ընդամենը բան փուչ հայտարարություն է ես ասում եմ որ մենք կփորձենք ապացուցել հակառակը եւ թույլ տվեք համոզմունք արտահայտել, որ մենք կապացուցենք հակառակը։ Կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել են գործնական քայլերի երբ սպասել
ու քանի որ դա ընդհանուր խաղաղության խաչմերուկի մի մասն է, այդ ընդհանուրի հետ կապված ինչ-որ զարգացումներ կան, ինչ կա այդ մասը։ Գիտեք, ամերիկյան պատվիրակություն վերջերս այցելել էր Հայաստան, Հայաստանի Հանրապետություն եւ քննարկումները սկսվել են եւ այդ քննարկումները կշարունակվեն։ Այս պայդրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Իհարկե, ես կարծում եմ, որ նաև խնդիրն է նա, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ադմինիստրացիան ակնհայտորեն շատ մեծ գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ գլոբալ օրակարգում հենց Թրամփ-Թրիփ ուղու օրակարգը գտնվում է, շարունակում է գտնվել եւ Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում մեծ բան կա, հետաքրքրություն կա, բայց այստեղ էլ այն դեպքը, որ էլի մեր բանն է նա, մեր ընկալումն է նա, որ օգոստոսի լույս 9-ի առավոտը նայում ենք էքսկավատոր ընդեղա, թե չէ, չկա էքսկավատորը, էս էլի ֆեյք հերթական, դեն չի աշխատում։ Այս process-ները արագը դանդաղնա առանց ընդհատումների, որտեղ այն ինչ որ փորձենք արագ անել, չի ստացվելու։ Պետք է անենք դանդաղ, բայց առանց ընդհատումների։ Հիմա մենք աշխատում ենք դանդաղ, բայց առանց ընդհատումների։ Հիմա դրանից հետո մեկ քայլ առաջ որ արվել է, որն է եղել այդ քայլը, հնարավոր է ասել։